Իշխանության ներկայացուցիչից այսօր մի հետաքրքիր տեղեկություն լսեցի Հայաստանն Ադրբեջանով կունենա Իրանի հետ երկաթուղային կապ։ Կարծում եմ դեռ բավական շուտ է այդ հայտարարությունները լավ վերլուծելու համար, քանի որ հայտարարությունների մակարդակով ունենք շատ հաջողություններ, բայց հողի վրա, այսպես ասած, դեռ չենք տեսնում դրա արդյունքները։ Չգիտեմ, այդ հայտարարությունները հնչում են թրիփի շրջանակում, հա։ Թրիփի շրջանակում, եթե չեմ սխալվում, վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին այդ ամենը, Իրանի մասով որևէ բան չկա։ Եթե լինի հյուսիս-հարավ կամ տարածաշրջանի ապաշրջափակում, այդ դեպքում հնարավոր է։ Իրանի մասով էլ կա, ասում են Իրանի համար էլ է շահեկան լինելու թրիփը։ Ինչպես չգիտեմ։ Բախումները, ինչպես տեսնում ենք Միացյալ Նահանգների շահագրգռվածությամբ Իրանում, որ շարունակվեն, չեմ կարծում, որ կցանկանա որևէ ներդրում կատարել այն Իրանում, որը կարծում է ըստ Միացյալ Նահանգների, որ այնտեղ ծայրահեղական են կամ ահաբեկչական գործողություններ են իրականացնում։ Թուրքիան հասկացնում է, որ փետրվարից կարող է բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որ կոնտեքստում սա դիտարկել։ Ենթադրում եմ սա ուղղակի դիվանագիտական հայտարարություններ է, որ Թուրքիան որևէ գործողություն կատարում է, սակայն ինչպես տեսնում ենք, որևէ ուղղությամբ նա ոչ մի տեղաշարժ չի կատարել։ Հայաստանը երկու անգամ այդ նույն սահմանով օգնություն ուղարկեց, մեկ անգամ Թուրքիա, Սիրիա եւ Պաղեստին նույնիսկ, բայց իրենց կողմից չտեսանք հակառակ որևէ ինչ-որ օգնություն կամ բացվեր սահմանը իշա Հայաստանի։ Լավ, թրիփը փոխում է Հայաստանի անվտանգային միջավայրը։ Ենթադրաբար այո, եթե աշխատի այդ նախագիծը ինչպես նշվում է, որովհետև ինչպես տեսնում ենք Միացյալ Նահանգների պետք է կասկածել, կաշխատի թե չէ։ Տեսնելով Միացյալ Նահանգների քաղաքականությունը փոփոխվող, վստահություն կարելի հայտնել այն ժամանակ, երբ որ կա արդեն արդյունք, քանի որ նույն քրդերին Միացյալ Նահանգները տարիներ շարունակ ֆինանսավորում էր եւ ուղղակի այսօր մի հայտարարությամբ ասում է, որ ուղղակի զենքերը վայր դրեք, վերջ ավարտում ամեն ինչ։ Տեսեք, խոսել են Ռուբիոն եւ Բայրամովը թրիփի մասով ենթադրում են, որ հավանաբար Բաքուն հետաքրքրվել է, թե այդ համաձայնագիրը Բաքվի վրա ինչ ազդեցություն կունենա Բայրամով Միրզոյանի եւ Ռուբիոյի միջև ստորագրած։ Դուք եք այդպես կարծում։ Կարծում եմ, երբ որ Միացյալ Նահանգներում հանդիպեցին մեր արտգործնախարարը եւ Մարկո Ռուբիոն, հանդիպում չեղավ Ադրբեջանի ներկայացուցիչի հետ եւ զանգը ինֆորմացիոն պետք է լինի եւ այս զարգացումների, որ թե ինչպես է աշխատում, ինչ է քննարկվել, ինչ հաջողություններ ունեն, որովհետեւ ներկայացվեց նախնական թե ինչ տոկոսով ում է պատկանելու այդ հատվածը կամ ինչ պետք է կատարվի, շինարարությունը պետք է ավարտին հասցվի, այսինքն դեռ չկա բաց այդ թրիփ ճանապարհը, որ հասկանանք ձեռնտու է մեզ թե ոչ կամ աշխատում է ինչպես նշված է թե ոչ։ Ավելի հետաքրքիր է Ֆիդան Բայրամով հեռախոսազրույցները, երկրորդ անգամ են այս մի քանի օրվա մեջ նրանք խոսել, քննարկել են բաց տեքստ այդ մասին է վկայում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ Ինչը կարող է վիճելի լինել այստեղ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ իր Հայաստանի հետ հարաբերությունները կախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Կարծում եմ հենց թրիփ նախագծի շրջանակում էլ Թուրքիան կկատարի իր հայտարարությունները եւ կսպասի Ադրբեջանի արձագանքին, որովհետեւ Թուրքիային ավելի շատ ձեռնտու է բացել սահմանը, որովհետեւ քրդաբնակ այդ արևելյան հատվածներում ավելի լավ է որ կապուղի ունենա եւ կարողանա անխոչնդոտ ինչ-որ կարողանա կապ հաստատել մյուս տարածքների հետ։ Թուրքիան կուզենա, բայց եթե Ադրբեջանը չուզենա, չի գնա Թուրքիան այդ։ Ինչպես տեսել ենք վերջին տարիների քաղաքականությամբ, այդպես է եղել, ինչ որ փոփոխություններ հնարավոր է տեղի ունենան, տեսնում ենք աշխարհում ինչ փոփոխություններ են լինում, դեռ չեմ կարծում, որ որևէ այլ բան կլինի, որովհետև սովորականին համաձայն հայտարարություններ են, ինչ որ յուրահատուկ բան չեմ նկատել։ Հավանաբար կհիշեք, այդպիսի պատկեր հասունացել էր ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, որը Թուրքիան գնում էր այդ քայլերին եւ այդպիսի հայտարարություններ անում միջև այն պահ, երբ Բաքուն կոնկրետ սպառնալիք հնչեցրեց, կարծեմ Շահադենիսի մասով, որ կդադարեցնի պատակարարումը դրա։ Այո, մենք միշտ դիտարկել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի փոքր եղբայրն է, այսպես խոսակցություններ էր Հայաստանում հիմնականում, սակայն պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը բավական լուրջ ներդրումներ է կատարում Թուրքիայի տարածքում,
նույնիսկ երկրաշարժից հետո ամբողջ թաղամասեր էր վերակառուցում, վերանորոգում, ու այսինքն Թուրքիայի տնտեսության վիճակը հաշվի առնելով, այո, պետք է հաշվի առնի այն երկրներին, որոնք այդքան ներդրումներ են կատարում իր երկրում։ Իսկ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որը հավանաբար կպահպանվի մինչև հայկական ընտրությունները։ Ինչպես տեսանք, Թուրքիան աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, այսինքն նրանք այո ժամանակը ձգեն մինչև հասնեն այդ ժամանակահատվածին, որովհետև ավելի լայն եւ մասշտաբային փոփոխությունները տեղի ունենում հենց Մերձավոր Արևելքում։ Այս տարածաշրջանը մանավանդ օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո ավելի հանդարտացել է, որովհետև ավելի ներքև արդեն որ տեսնում ենք քարտեզով, թե Իրաք, թե Սիրիա, թե Իրան, թե Սաուդյան Արաբիայի Էմիրատներ այդ հարաբերությունները բավական լարված են ու չեն ցանկանա հավելյալ մեկ հատվածել ունենալ լարվածության, որ բավական ծախսատար է նման կոնֆլիկտներում անընդհատ ներգրաված լինելը։ Տեսեք, մեր հակահետախուզությունը վստահեցնում է, որ ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է։ Բայց մենք ստանում ենք տեղեկություն, որ Ադրբեջանը զինվում է, Ադրբեջանը ակտիվացնում է արևմտյան Ադրբեջան խոսույթը, դա էլ հակառակի մասին է խոսում։ Հիմա պետք է հասկանալ, որտեղ է իրական Ադրբեջանը այստեղ։ Պետք է դիտարկենք բացառապես երևի պաշտոնական հայտարարությունները, չեմ կարծում, որ այսքան նախաստորագրումից եւ քանի դեռ Դոնալդ Թրամփի իշխանությունը կա, դեռ կարողանում է կատարել իր պայմանավորվածությունները, որևէ բան փոխել։ Դա կլինի ամերիկյան շահերի դեմ գործողություն, հավանաբար։ Դա արդեն կլինի անվան հետ խաղալ Միացյալ Նահանգները, որովհետեւ իր հովանու ներքո է նախաստորագրվել այդ ամենը եւ նա էլ ստանձնել այդ ամենը եւ 99 տարվա մասին այդ խոսույթը ինձ թվում է իզուր չէ այդտեղ տեղակայված։ Ինչ ռիսկեր մենք ունենք արաբական կողմից։ Ռիսկային է, որ արաբական հաշվի առնելով հավանական սցենարները։ Եթե էսկալացիան շարունակվի, մենք ունենք հայեր տարբեր երկրներում, այնտեղ կարող է վտանգվել նրանց թե ներկայությունը, թե մշակութային մեր արժեքները, որը մենք դարեր շարունակ ունեցել ենք, կարող է խաթարվել առևտուրը, որովհետև Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան կարծես թե բացայից սկսել են հակամարտել, իսկ Էմիրատների հետ մենք բավական լավ թե առևտրաշրջանառություն ունենք, թե հարաբերություններ։ Այսինքն Հայաստանը պետք է փորձի ներգրաված լինել եւ պահել չեզոքություն տարածաշրջանում, որպեսզի գոնե չնչին վնասների մինիմալիզացնի վնասները։ Ես մտածում եմ կասել նաեւ Իսրայելի հետ հարաբերությունները։ Իսրայելի հետ հարաբերությունները բնականաբար պետք է զարգացնել, սակայն մենք չենք մինչև այս կատարել բավարար քայլերը, որ կարողանանք ունենալ բավարար հարաբերություններ Իսրայելի հետ, որպեսզի զսպող քաղաքականություն գոնե լինի, բայց եթե չեմ սխալվում, ունենք թե դիվանագիտական ներկայություն այնտեղ, թե հայ համայնքն է այնտեղ ակտիվ, այսինքն պետք է գործողություններ ամբողջ տարածաշրջանում կատարվի, որովհետև եթե տեսնում ենք տարածաշրջանում բոլորի հետ կոնֆլիկտ ունեն, չենք կարող ոչ մեկի հետ ունենալ հարաբերություն, չեզոքություն պայելով, պետք է բոլորի հետ ունենանք հարաբերություն եւ փորձենք բարելավել։ Մի խոսքով այս պահին հայ-ադրբեջանական օրակարգում որևէ ցնցում չի ակնկալվում, ինչ էլ լինի մեր շրջապատում։ Ամենայն դեպս մինչև ընտրություններ դժվար լինի որևէ էսկալացիա, քանի որ կվտանգի իշխանության արդեն վերընտրվել կամ ինչ-որ մի քայլեր ու տարածաշրջանում հավելյալ լարվածության կետ ավելանալը ձեռնտու չի լինի, քանի որ Իրանում դեռ չի եկել հանգուցալուծման կոնֆլիկտը։ Երևի դրա համար էլ կողմերը այլևս չեն խոսում խաղաղության պայմանագիրը ստորագրելու ժամկետների մասին։ Այո, կողմերը ուղղակի հայտարարում են, որ կշարունակեն աշխատանքը միմյանց հետ եւ այսինքն հայտարարություններ, որոնք պետք է լինեն այդպես, ինչ որ նոր յուրահատուկ դեպի վատ կամ դեպի լավ հայտարարություններ չենք տեսնում, չենք նկատում համենայն դեպս Հայաստանի հետ կապված։ Այդ թվում եւ սահմանազատման հարց։ Այո, սահմանազատման մասին բավական ժամանակի ինֆորմացիա չունենք, բայց պետք է աշխատանքները կատարվեն, որպեսզի արդեն հասկանանք TRIP ծրագիրը ամբողջովին աշխատում է թե ոչ եւ արդեն հստակեցվի խաղաղության պայմանագիրը ու արդեն հանգիստ լինենք ու ասենք, որ այո կոնֆլիկտ չի լինի տարածաշրջանում։